Համացանցում հայտնվել է զվարճալի տեսանյութ, որտեղ Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը ելույթ են ունենում միասին միջոցառումներից մեկի ժամանակ։ Այդ կադրերում երևում է, թե ինչպես է Գարիկը, կարելի է ասել, ապտակում Սոնա Ռուբենյանին։ Հպումը բնականաբար պատահմամբ է ստացվել անմեղ շարժման արդյունքում, սակայն հոլովակը արդեն հասցրել է արժանանալ համացանցի օգտատերերի ուշադրությանը։ Նշենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկում Գարիկ Պապոյանը խոսել էր մի քանի թեմաների մասին, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Ստացված խոսակցություններին, թե ես աղանդավոր եմ, շատ ցավոտ եմ վերաբերվում։ Անգամ երեխաներիս կնունքի ժամանակ քահանան այդ հարցը տվեց։ Տարիներ առաջ անգրագետ ձևակերպած խոսքից է սկսվել այդ ամենը։ Ինձ հարցրին՝ կյանքի խոսք աղանդից եք, ես էլ ասացի՝ ոչ, կյանքի խոսք եկեղեցուց չեմ։ Ես չօգտագործեցի աղանդ բառը, այլ ասացի եկեղեցի։ Այդտեղից էլ սկսվեցին խոսակցությունները։ Հիմա պատասխանում եմ անկեղծորեն՝ դա սուտ է, նշել էր Գարիկը։ Հայրենիքի եւ հայրենասիրության մասին խոսելիս էլ հումորիստն ընդգծել էր. Երբ ասում են հայրենասեր, հասկանում են միայն սահմանին կանգնելը։ Երկիրը օրգանիզմ է, որի բոլոր օրգանները պետք է լավ գործեն, որպեսզի ամբողջ համակարգը լավ աշխատի։ Եթե ամենքս մեր փոքրիկ օրգանի մեջ լավ չաշխատենք եւ կենտրոնանանք մեկ օրգանի վրա, ընդհանուր օրգանիզմը կտուժի։ Ամենաեռանդուն տարիներս նվիրել եմ իմ ոլորտին, դրա համար կարծում եմ պինդ կոշիկներով պետք է մնամ այնտեղ, որտեղ կամ, որտեղ կարողանում եմ ինչ-որ բան փոխել։ Տարիներ առաջ Միացյալ երիտասարդական լիգա հասարակական կազմակերպությունը հրապարակել էր Հայաստանի շոու բիզնեսի 25 ներկայացուցիչների անուններ, որոնք այս կամ այն կրոնական կազմակերպությունների անդամներ են։ Լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանն էլ տեղեկացրել էր, որ ներկայացված անձանցից շատերի մասին փաստեր ունեն, իսկ որոշների մասին էլ տեղեկություններ։ Նշենք, որ ըստ այդ ցուցակի կյանքի խոսք կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ էին Գարիկ Պապոյանը, Վաչե Թովմասյանը, Չարենցը, երգչուհիներ Էմմին, Սոֆի Մխեյանը, երգիչներ Անդրեն Գորսուջյանը, դերասաններ Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ազոյանը, Արա Գևորգյանը, Նարեկ Ղափլանյանը։ Ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչներ էին դերասաններ Տիգրան Ներսիսյանը, Աննա Էլբակյանը, Սոս Ջանիբեկյանը եւ մի շարք այլ անձինք։ Լիգայի նախագահ Դանիել Պետրոսյանն էլ նշել էր, որ իրենք փորձում են փաստեր հավաքել այլ հայտնի դեմքերի, ինչպես նաեւ այս ցուցակում ընդգրկված որոշ մարդկանց մասին, որ նրանք կրոնական կազմակերպության ներկայացուցիչ են։ Այս ցուցակում ընդգրկված հայտնիներից մի քանիսը անդրադարձել էին այս խոսակցություններին եւ հայտարարություններ արել։ Գորսուջյանը իր առաջին տեսահոլովակներից մեկում նկարահանվել էր հոգևորականի կերպարով։ Գորսուջյանի կատարմամբ այս երգը աղանդավորական կառույցներից մեկի անդամը իրենցն էր համարում, ավելին ասել էր, որ այն գրվել է հենց կյանքի խոսքի պատվերով, թե որքանով է ճիշտ այս ամենը Գորսուջյանը նշել էր. Ես այդ ժամանակ ոչ խորացել եմ, թե ով է ինձ պատվիրում եւ ինչ է պատվիրում, միայն կարող եմ ասել, որ երգը պատվեր է եղել։ Ես կնքվել եմ հայ առաքելական եկեղեցում եւ փոքր ժամանակ մինչև 12-13 տարեկան հասակս մամայիս հետ հաճախել եմ կյանքի խոսք եկեղեցի, իսկ երբ մեծացա 14 տարեկանից հետո էլ չեմ գնացել եւ ոչ մի կրոնական հավաքույթների չեմ մասնակցել, իմ համար եկեղեցին բեմն է։ Ամեն դեպքում ես ընդունում եմ հայ առաքելական եկեղեցին եւ աղանդներին դեմ եմ։ Երգչուհի Արմինկայի անունը նույնպես տարիներ շարունակ ամենաքննարկվողներից մեկն է որպես կյանքի խոսք աղանդավորական եկեղեցու անդամ։ Արմինկան մեկ անգամ չէ, որ անդրադարձել է այս տեղեկություններին, չնայած դրան չի հերքել, որ հաճախել է կյանքի խոսքի հավաքներին։ Երբ որ մարդիկ սկսում են իմ անվան շուրջ ինչ-որ հիմար բաներ քննարկել, դա ինձ բնավ չի հետաքրքրում, ես տարիներ շարունակ հերքում եմ, բայց ինչ-որ բան փոխվում է դրանից։ Ես ասում եմ, որ ես աղանդավոր չեմ, եթե մարդիկ կան, ովքեր կարող են փաստերով ապացուցել, որ ես աղանդավոր եմ, ես կրկնակի անգամ կարող եմ փաստերով ապացուցել, որ ես աղանդավոր չեմ։ Ես ինչի որ մասնակցում եմ, դա իմ անձնական խնդիրն է, հոգևոր կլինի, ոչ հոգևոր կլինի, դա իմ անձնական գործն է։ Թող դա ոչ մեկին չհուզի։ Ես աղանդավոր չեմ ու բարձրաձայն ասում եմ դրա մասին, նույնիսկ կարող եմ գոռալով ասել, ինչը անում եմ տարիներ շարունակ։ Եթե մարդիկ աղանդը ու նորմալ քրիստոնեական հավատքը իրարից չեն տարբերում, դա իրենց մեծ խնդիրն է, դա ոչ մեկիդ պրոբլեմը չէ։
Իսկ ահա երգիչ Մհեր Արմենյան խոստովանել էր, որ հաճախում է կյանքի խոսք, ավելին ֆինանսավորվում է նրանց կողմից։ Քրիստոնեությունը շատ ճյուղեր ունի եւ ամեն մարդ ընտրում է այն, որն իրեն հոգեպես ավելի մոտ է։ Ինչ որ մարդիկ երբ ասում են աղանդավոր է, ես կարող եմ բացատրել, որ ավետարանչական եկեղեցին բողոքական եկեղեցու ճյուղն է։ Ինձ միշտ շատ է դուր եկել ավետարանչական եկեղեցին, երբ սևամորթները երգել են Ալելույա։ Ռուսաստանում ես վերջապես գտա այդ եկեղեցին, որը կոչվում էր Բլագայա Վեստ, որտեղ նույնը, որն ամերիկյան էր, արվում էր ուղղակի ռուսերենով եւ հովիվը ամերիկացի էր։ Հայաստանում կա մեր եկեղեցին, որը կոչվում է Կյանքի խոսք։ Մեր ժողովուրդն ուղղակի չգիտի ինչ է կոչվում աղանդ։ Ես ինքս գիտեմ ինչ է աղանդը եւ ես պաշտոնապես կարող եմ ասել. զգույշ եղեք Եհովայի վկաներից։ Ինչ վերաբերում է հովանավորչությանը, ապա եթե ինձ Կյանքի խոսք եկեղեցին օգնում է տարբեր բաներով, ես իրավունք չունեմ հրաժարվել այդ օգնությունից։ Հայ առաքելական եկեղեցին ինձ չի օգնում։ Արսեն Գրիգորյանն էլ Հայ առաքելական եկեղեցուց մյուս շեղվածների նման հայտարարել էր, որ ինքն աղանդավոր չէ, այլ ընդամենը բողոքական։ Ես ոչ մի աղանդի չեմ հարում, ես քրիստոնյա եմ եւ հարում եմ բողոքական ճյուղին եւ ես չեմ կարծում, որ դա աղանդ է։ Իսկ եթե ինչ-որ մեկը բողոքական ճյուղը համարում է աղանդ, ապա ես կարծում եմ, որ ինքը ընդհանրապես ծանոթ չէ կրոնի պատմությանը ու տեղյակ չէ, որ բողոքական ճյուղն աղանդ չէ։ Ես քրիստոնյա եմ եւ սիրում եմ Սուրբ Երրորդությունն ու ընդունում եմ։ Եթե հորը, որդուն եւ Սուրբ Հոգուն ընդունել աղանդավոր է, չգիտեմ արդեն։ Դա աղանդ համարելը անմտություն է ու փոքրինչ ոչ լիարժեք ինֆորմացիա ունենալու արդյունք է։ Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը նույնպես խոստովանել էր, որ ինքը ներկա է գտնվել Կյանքի խոսք աղանդավորական շարժման հավաքներին եւ նա նույնպես կարծում է, որ սա աղանդ չէ։ Դա եղել է 7-8 տարի առաջ, ես այնտեղ հաճախել եմ մի 2 անգամ, դա չի կարելի համեմատել Եհովայի վկաների հետ։ Իսկ ահա դերասանուհի Լիլի Էլբակյանի նախկին ամուսինը рэփեր Համոն էլ իր հերթին նշել էր, որ կնոջ հետ հաճախել են մի խմբակ, որտեղ քննարկել են Աստվածաշունչը։ Ասեմ, որ ինձ թվում է Հայաստանում աղանդավորական շարժում չկա, հակաաղանդավորական կա։ Իմ ու Լիկայի հարսանիքը մենք արել ենք Սուրբ Սարգիս եկեղեցում։ Աղանդ հասկացողությունը լայն հասկացողություն է, որը նշանակում է ճշմարտությունից շեղված։ Մենք Կյանքի խոսքի հետ կապ չունենք եւ չենք էլ ունեցել։ Մեր կրոնական խմբակ այն եկեղեցին է, որտեղ մենք հաճախում ենք։ Դա օրինակ Սուրբ Սարգիս եկեղեցին է։ Բացի այդ, մենք լինում ենք նենց տեղ, որտեղ մարդիկ են հավաքված, որոնք լավ գիտեն Աստվածաշունչը եւ իրար հետ խոսում ենք ինչ-որ թեմաներից։ Այնտեղ լինում են հոգեվոր մարդիկ եւ ընդունում են Սուրբ Երրորդությունը։ Տարիներ առաջ երգչուհի Շպրոտը նույնպես հերքել էր իր աղանդավոր լինելու մասին լուրերը եւ նշել էր. հեքիաթներ, 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 արդեն 8-րդ մարդն է ինձ զանգահարում ու այդ հիմար հարցն է ինձ տալիս։ Ես չգիտեմ արդեն ինչ պատասխանեմ։ Եթե իրենք ունեն ֆոտոներ, որ ես գնում եմ Կյանքի խոսք, որ ես այդ եկեղեցու անդամ եմ, թող բերեն մտցնեն իմ աչքը։ Ես ոնց կարամ առնչություն ունենամ, դուք իմ հագու կապը տեսել եք, հավատացյալի նման եմ հագնվում։ Ես արդեն հոգնել եմ, այդ հարցով ինձ չան հանգստացնեք, ասել էր երգչուհին։ Իսկ ահա Միացյալ երիտասարդական լիգա հասարակական կազմակերպության նախագահ Սևակ Հովհաննիսյանը անդրադառնալով Արմինկայի աղանդավոր լինելու հարցին նշել էր. Վերջերս հաղորդում եղավ, որտեղ Արմինկան հերքում էր, որ ինքը Ռեմա աղանդի ներկայացուցիչ է։ Ես ներողություն խնդրեցի նրանից, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Հաղորդումից հետո մենք ճշտեցինք, որ նա գնացել է այդ աղանդի ներկայացուցիչների հանդիպումներին, սակայն վերջերս դադարել է գնալ։ Եթե նա հետ է դարձել դեպի Հայ առաքելական եկեղեցի, մենք դրա համար շատ ուրախ ենք, բայց պետք չէ թաքցնել, այլ իր օրինակով ցույց տալ, որ այնտեղ ոչ մի գրավիչ բան չկա։ Դրանով նա կնպաստի նրան, որ մարդիկ չգնան։ Հարցին, թե ինչն է ստիպում հայտնի մարդկանց դառնալ կրոնական որևէ կազմակերպության անդամ, լիգայի մեկ այլ նախագահ Դանիել Պետրոսյանը բերել էր հետևյալ օրինակը. ավելի հայտնի դառնալու հնարավորությունը։ Եթե հիշում եք, Մհերը ասում էր, որ իրեն տեսահոլովակներ նկարահանելու հնարավորություն է տրվել եւ ինքը Հայ առաքելական եկեղեցի կգնար, եթե մեր եկեղեցին հովանավորեր իրեն։ Իսկ Անժելա Սարգսյանն էլ ասում էր, որ Սուրբ Հոգուն գտնելուց հետո ինքը գլխավոր դերեր է ստանում։ Այսինքն այս կրոնական կազմակերպությունների միջոցով մարդիկ իրենց ֆինանսական խնդիրներն են լուծում եւ շատերը առանց հասկանալու են անդամ դառնում, քանի որ իրենց ասում են, որ ոչ մի տարբերություն չկա մեր եկեղեցու հետ։ Դանիել Պետրոսյանը միաժամանակ ընդգծել էր, որ անգամ փաստեր ունենալու դեպքում իրենք չեն հրապարակի անուններ, եթե տեսնեն, որ դա առանձնապես չի օգնի քայքայիչ աղանդների դեմ
պայքարում, քանի որ ի վերջո իրենց նպատակը հենց սա է։ Դեռ այն ժամանակ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահները տեղեկացրել էին, որ իրենք կառավարությանը ներկայացրել են մի նամակ, որով պահանջել են ստեղծել կրոնական ոստիկանություն, օրենքով ձևակերպել հոգևորցություն եզրույթը, ուսումնասիրել կրոնական կազմակերպությունների գործունեությունը և անօրինական գործունեություն ծավալողների նկատմամբ պատիժներ սահմանել։